Գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մայրը հիմքեր ունի կարծելու, որ իր եւ Հռոմի Պապի միջև ընդհանուր եզրեր կան։ Մայրս կաթոլիկ է, հնարավոր է, որ Հռոմի Պապն է կաթոլիկ, ինչ-որ ժառանգական գեներով մի բան անցած լինի։ Գուցե նաեւ այդ պատճառով է Ռոզա Ծառուկյանը բարեգործնակ կաթոլիկ մորից է ժառանգել այդ գիծը, խղճով եւ բարիկին էր գյուղի մեջ հիշում է տիկին Ծառուկյանը։ Մահացել է 87 տարեկան հասակում, բայց ամբողջ հանրությունը նրան թաղման արարողությունը կատարում էին ոնց որ մի 27 տարեկան կնոջ։ Տիկին Ծառուկյանը Պապի կյանքն ու կենսագրությունը չգիտի, չի կարող ասել համեստ է նա թե ձևեր է թափում, բացի դրանից Գագիկ Ծառուկյանի մայրն իր փիլիսոփայությունն ունի։ Ցանկացած մարդ, որ բնությունից ծնվում է, աշխարհ է գալիս, պարտավոր է ենթարկվի բնության օրենքներին եւ իր ստեղծածից անպայման բաժն է մասանի կարիքավորներին։ Կիրակի օրը տիկին Ծառուկյանը Մեղրիից Գյումրի ճանապարհ էր կտրել, որպեսզի բաց չթողնի Հիսուս Քրիստոսի լատիներեն խոսքը Ֆրանցիսկոսի շուրթերով։ Ով էր Ռոզա Ծառուկյանն առանց Աստծո։ Առանց Աստծո հիմա ես այստեղ նստած չէի լինի։ Եվ տիկին Ծառուկյանի այգիների եւ մեղուների պտղաբերության մեջ էլ խառն է Աստծո մատը, բայց այստեղ էլ կյանքի փիլիսոփայությունը նրան օգնում է շատ չոգևորվել։ Ինձ ասում են տիկին Ռոզա, գիտես ինչ բերք ենք ստանալու, ես ասում եմ դեռ հայտնի չի։ Երկնային տիրոջ կամքն է։ Հնարավոր է մեծ բերք ստանանք, հնարավոր է եւ մի հատ հարավային քամի լինի։ Իդեպ Ռոզա Ծառուկյանը պնդում է, որ այլևս երբեք թույլ չի տա, որ իր որդին Գագիկ Ծառուկյանը խառնվի քաղաքական կյանքին, գուցե 1 տարի առաջ ամպեր կուտակվեցին նրա գլխին։ Ոչ մի վտանգեր չեմ տեսել քաղաքականությունից, խնդրում եմ ոչ մի հարց չտակ, դա ինձ չի հետաքրքրում։ Ես բարեգործ եմ։